մենք չունենք կոնկրետ քաղաքականություն ընդգծված, թե ինչ ենք մենք ուզում այդ երկրից ստանալ։ Քանի որ իրենք մեզ չեն վստահում։ Մենք մեր համար մեկ խնդիրը իմիգրացիան հասկանալ, որ տնտեսապես մենք շատ մեծ կախվածության մեջ ենք Վրաստանից, բայց կան հարցեր, որոնք հակակշռում են այդ ամենը, Ջավախքի հարցը, եւ մենք փոխզիջման ենք գնում շատ հարցերում ու համագործակցում ենք։ Նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանին եւ որոշակի նույնիսկ էքսպերտներին դուր չի գալի վերջի զարգացումները, վերջի մեր այս լավացումը հարաբերությունների տնտեսական համագործակցությունը եւ այդ ամենը շատ լավ է, որ մենք համագործակցում ենք, սահմանի հետ կապված հարցերն են լուծվում, մաքսային այդ հարցերն ենք դուրս հանել արդեն, բայց մենք պիտի ունենանք կոնկրետ մոտեցում Վրաստանի Հանրապետությանը, թե ինչ ենք ուզում տեսնենք։ Մենք ուզում ենք տեսնենք դեմոկրատական Վրաստան, նախ առաջինը, մենք ուզում ենք տեսնենք հայ ազգի ներկայացուցիչներին, քաղաքացիներին Վրաստանի լավ սոցիոտնտեսական վիճակում, առաջնային խնդիրը է այդ հարցն է, ոչ թե ինչ-որ սեպարատիզմ, Ջավախքի հողեր պահանջելը, եւ այդ ամենը որ լուծվի, մենք ունենանք շատ նորմալ հարաբերություններ։ Ջավախքին պետք է նախ Հայաստանը հասկանա, հետո Հայաստանը Վրաստանի պահանջեն այդ խնդիրը։ Ոչ Ջավախքին։ Ես ճիշտ ասած, ես մի մոտեցում ունեմ, որ սկսում են ավելի կոնկրետ Ջավախքա հայությանը բարձրացնել։ Ջավախքում ապրում է մոտավորապես 150,000 մարդ։ Մենք ունենք 248,000-անոց համայնք։ Եկեք չմոռանանք Բաթումի, Աջարիայի հայերին, Թիֆլիսի հայերին եւ բոլոր մնացած շրջանների հայերին։ Ջավախքում գոնե իրենք բնակվում են հայերը հայերի հետ։ Հա, պարզ է, կան վրացական գյուղեր, կան նույնիսկ որոշ տեղերում ադրբեջանական, բայց կան հայեր, որոնք բնակվում են շատ ուրիշ պայմաններում եւ ավելի դժվար է իրենց այնտեղ ապրել, երբ որ ինչ-որ դրսի կազմակերպություններ թղթերը դիմում են Վրաստանի իշխանություններին, ինչ-որ պահանջարկներ են ներկայացնում, հայերը բնակվող Վրաստանում իրենց վրա են զգում այդ ամենը։ Կան որոշակի կազմակերպություններ Հայաստանում, Ռուսաստանում եւ այլ երկրներում, որոնք այդ իրենց քայլերով ժամանակի իրավիճակներ կան, որ տեղին է, պետք է արձագանքելը, բայց կան հարցեր, որոնք պիտի հասկանանք, որ մենք ունենք այնտեղ համայնք, որ այդ ամենը զգում են։ Եվ լինելով Աջարիայում, այս վերջերս Աջարիայի Բաթումի հայկական եկեղեցում վրացերենով մի քանի տիկին նստած են եւ զրուցում են, թե ինչու է այս եկեղեցին հայկական, ինչ գործ ունեն հայերը այստեղ։ Այդ ամենը նպաստում է հակահայկական այդ դիսկուրսի, որը ստեղծվում է նամանավանդ ընտրություններից առաջ եւ շատ ակտուալ էր անցած տարի հունիսին այդ կրոնի հետ կապված օրենքի ընդունման։ 1-2 ամիս հակահայկական հոդվածներ, հակահայկական ելույթներ եւ ընթացքում մենք այդ ամենը գնաց դեպի մինիմալիզացիա, բայց մենք հաստատեցինք, որ այդպես խնդիրներ ունենք։ Երկու հարցեր եք խաղացնեք բանալին։ Առաջինը դուք խոսեցիք, որ Իվանիշվիլի կուսակցություն տարբեր կոալիցիան տարբեր կուսակցություններ են սկսած ՆԱՏՕ-ի կողմնակիցներ, վերջացած Ռուսամետ կուսակցություններով։ Ուզում եմ հասկանամ առաջի հարցը։ Ոնց է տրամադրված Վրաստանի քաղաքական էլիտան դեպի Ռուսաստանի տարածությունը, դուք կասկածնեկան լուրեր կան, որ իբրև Իվանիշվիլին ռուսական դրացումն է, թե իրականության դրա համապատասխանը թե չէ, եւ երկրորդ հարցը Դեն կապված է, եթե հաղթեն երկու կուսակցությունների հարաբերությունը Հայաստանի հետ ոնց է։ Մենք գիտենք Սաակաշվիլի տեղին եւ անտեղին դուրս է գալիս հայտարարում է, որ ինքը կողմնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Իվանիշվիլին նույն կարծիք ունի, թե ոչ։ Իվանիշվիլին ավելի նեյտրալ է մոտենում այդ հարցերին, փորձում ենք այդ հարցերը չբարձրացնի, քանի որ ինքը պետական այր չէ, ինքը այդ հարցերը չի բարձրացնում, ռեալ փոփոխություն չի լինելու։ Հարց տվեցին, թե որ նախագահան կամ որ ուժն է ավելի նպաստ հայերին։ Ես կարող եմ
փաստել, որ Իվանիշվիլի կոալիցիայում ես դեռ չեմ տեսնում այդ ուժը, որը կարող է ինչ-որ բան փոխի հայերի համար։ Ու ըստ դրա ավելի քիչ թե շատ adekvat իշխող կուսակցություն, որը նույնիսկ Սամսխե Ջավախքում ինչ-որ ծրագրեր է անում, ինչ-որ իրավիճակը փոխվում է շրջանում։ Շատ ջավախցիների հետ խոսելով հասկանում ենք, որ այն ջավախքը չէ, ինչ որ եղել էր մի 5 տարի առաջ, 10 տարի առաջ, փոփոխություններ կան, պարզ է, բայց նենց չի, որ շատ լավ է իրավիճակը, բայց Իվանիշվիլի կոալիցիայում ես դեռ չեմ տեսնում այդ ուժը, այդ միասնականությունը այդ հարցերի լուծման, եւ ինչ վերաբերում է Իվանիշվիլին, ես չեմ կարծում, որ ինքը Ռուսաստանի կողմից ուղարկված մարդ է։ Ինքը փաստացի 2003 թվականից ապրում է Վրաստանում, $1 միլիարդ փող է ծախսել, որ շատերը Հայաստանում նույնիսկ այդ հեղափոխությունից հետո շատ տարիներ ասում են, որ Սորոսն է ֆինանսավորում Վրաստանի Հանրապետության աշխատավարձների տալի, Սորոսը չէ, Իվանիշվիլին էր։ Ոստիկանության ինքը իր աշխատավարձներ տալի, պետական 150 լարից բացի $100 պետական աշխատավարձներ եւ մի երկու անգամ ավել ինքն է վճարում։ Շատ այդ տիպի բաներ էր արված եւ այդ մարդը ճիշտ քայլ արեց, հայտարարելով, որ ինքը մտնում է քաղաքականություն, ինքը սկսեց իր ռուսական ակտիվները ծախել, որ չկապեն Ռուսաստանի, չնայած Վրաստանում այդ ամենագործող մոդելն է, եթե ինչ-որ մեկը քեզ դուր չի գալի, դու հանում ես իրեն Ռուսաստանի շպիոն, Ռուսաստանի մարդ, եւ այդ մարդու ամբողջ արած գործը կամ չարած, դու չացնում ես։ Այդ մարդը ելնելով այդ հիմիկվա ներքին վրացական պրոպագանդայից, որը ամբողջ օր TV-ով մատուցվում է ժողովրդին եւ ժողովուրդը ընկալում է արդեն 2008 թվականի կռվից հետո այդ պրոպագանդան շատ հեշտ արդեն ընկալվում է Վրաստանում, քանի որ այդ օրերին տեսնելով կռիվը, ինչ-որ չափով լսելով, մարդիկ հասկացան, որ վտանգ կա։ Եվ այդ իրավիճակը լավ օգտագործեց Միքայել Սաակաշվիլին։ Մեկը մի հատ էլ հատկապես շատ ազնվորի համերգի հետ է տեղափոխված, շատ տարբեր կարծիքներ կան, նույն մի հատ կազմակերպությունը Ռուսաստանի ջավախային միություն, թե ինչպես է մեկնաբանված, ձեզ արժեր արդյոք ազնվորի տեղ համերգ տալ, թե չարժեր ինչ բացումներ տվել այդ համերգի, դրականներ բացասական։ Մեկ էլ այդ կազմակերպության մասին պատմում, որ շատ ակտիվ են լրատվական դաշտում, իրանք իրենցից մի բան ներկայացնեն։ Չէ ուզենա ինչ-որ գնահատական տալ այդ կազմակերպությունին, իրենք իրենց համարում են Ջավախա այսպյուրք, բարձրացնում են հայերի հարցերը, բայց որոշակի իրենց հարցադրումների հետ ես համամիտ չեմ։ Ես կուզեի տեսնել ավելի կառուցողական կարծիք, որ եկեք Հայաստանի Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն այս հարցերը կան, եկեք միասին լուծեք այդ հարցերը։ Մենք բարձրացում ենք հարցը, մենք չենք սպառնում ինչ-որ ձև։ Ազնավուրի գալը Վրաստան ինձ թվում է դրական էր։ Վրացական վերին խավը, էլիտան, ամբողջությամբ այդ համերգին էր։ Շարլ Ազնավուրը եկավ, բոլորի հետ հանդիպեց, հայերը կենտրոնում էին ուշադրության, պարզ ընտրությունները, բայց մեր համայնքը զգում է այդ կարոտը, որ դրսից ինչ-որ մեկը կա, Հայաստանից կա, իրենց խնդիրների մասին տեղյակ լինեն, այդ ամենը մենք հիմիկվադրությամբ շատ անում ենք, բայց այդքան էլ ոչ էֆեկտիվ կամ ժամանակին։ Այդ խնդիրների Ազնավուրի խոսակցությունների ընթացքում եւ այլն ինչ-որ ակնարկներ եղել է, այս Ազնավուրը անդրադարձել է կամ իրեն ասել է ներկայացնել, ուզել իրավիճակը ներկայացնել, Ինձ թվում է ոչ, պրոտոկոլային հիմնականում հանդիպումներ են, մտավ եկեղեցի, սրբազանը ընդունեց, ինչ-որ այդ տիպի կարճ 31 ժամանոց հանդիպումներ են և եկեք չմոռանանք, որ Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության նաև ներկայացուցիչ է և ինչ-որ այդ տիպի հարց ուղղելը Ազնավուրին մի քիչ կոռեկտ չէ լինի, ներքին գործերի ինչ-որ
որպես ակնարկ։ Ես ոչ մի այդպիսի տվյալ չունեմ, բայց չեմ կարծում, որ բարձրացվել դարձան։ Ես երկու կողմնորոշ երեք հարց ունեմ, առաջի հարցը ներվրացական խնդիրների հետ կապված, տեսականորեն ուզում եմ ուղղակի անալիզ անցկացնել, վրացական ընդդիմությունը ներկա դրությամբ ձեր կարծիքով բավական ուժ ունի իշխանափոխություն կատարելու, տոտալ իշխանափոխություն կատարելու։ Դա առաջին հարցս, եւ երկրորդ հարցս դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք մեր պահանջների ու վրացական գիտակցության հայերի ու հայ համայնքի վերաբերյալ։ Հարցս առաջին մասը, արդյոք տարբերակում է պաշտոնական Թիֆլիսը վրացահայությանը պաշտոնական Երևանից Դուք լոկալ իմաստով, թե դիտարկում են որպես մեկ ուժ, տրամաբանները հոգեբանները կարող են դիտարկել որպես մեկ ուժ, եւ դրանից էլ բխում խնդիրների չլուծումը։ Եվ երկրորդ մասը, հիմա դուք նշեցիք, որ 248,000 համայնք ունենք, այդ համայնքից երբ էլեկտորատ երբ մի 150,000 մարդ է էլեկտորատ, տեսականորեն, ինչքան ես եմ տեղյակ։ Կուսակցություն կազմելով դուք նշում եք, որ պիտի պարտադրենք զբաղվել մեր հարցերով, որ մենք լինենք ազատիկ էլեկտորատ այդ տեսանկյունից, այդ ուղով պետք է գնանք, որտեղ այդ ներկայացության ոչ մեկ չի ասում ինչ պետք է անենք, բոլորը ասում են հարցեր կան, բայց լուծումները ոչ մեկ չի ասում։ Նշեմ, որ դիտելով այդ ամբողջ նախընտրական հանդիպումները 80-90,000 Թիֆլիսում, 20,000 Բաթումիում, նույն 20,000 Ռոստավիում եւ այլ քաղաքներում թիվ է։ Ռեալ որ ասում էին 2003 թվականին 100,000 մարդ էր դուրս եկել եւ հեղափոխություն արեց, այդքան էլ ճշգրիտ չէ։ Մոտավորապես 20-ից 30,000 մարդ էր դուրս եկել եւ իրենք արեցին հեղափոխություն։ Վիճակությամբ շատ վախեցած է իշխանությունը Թիֆլիսի այդ հավաքից, քանի որ մոտավորապես 100,000 մարդ փողոցներում է եւ եթե այդ րոպեին Իվանիշվիլին ինչ-որ մի բան ասեր, բոլորը կարող է լսեին եւ ինչ-որ մի բան լիներ։ Իրենք նույնիսկ իշխանամետ գործիչներ, քաղաքագետներ դրական արձագանքեցին այդ միտինգին եւ միտինգի ավարտը, ասելով, որ կարող էր ինչ-որ բան լիներ, բայց շնորհակալություն Իվանիշվիլին, որ ինքը ամեն ինչը իր հսկողության տակ պայեց եւ ամեն ինչը լավ ավարտվեց։ Եվ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի վաղվա հանդիպումը այն տարածաշրջանում, որը հիմնականում Սաակաշվիլի կուսակցության հիմնական էլեկտորատի շրջանն է եւ Թիֆլիսի վերջին հանդիպումը եւ մեկ բան էլ ասեմ, որ իրենք շեշտում են, որ մենք չենք ուզում հեղափոխություն, որ արյուն թափվի, բայց եթե ընտրությունները անցան շատ վատ եւ մենք չստանանք այն, ինչ կանխատեսում ենք, մենք կդուրս գանք փողոց։ Եվ ինչ կստացվի արդյունքում շատ հետաքրքիր է, մենք ընթացքում կհետևենք 30 օր ունենք, օրեցօր ավելի է թեժանում, տեղեր կան, որ հիմիկվադրությամբ արդեն ինչ-որ բախումներ են լինում, բայց դեռ կոնտրոլի տակ են, հնարավորություն կա, տեսօրեն հնարավորությունը կա հեղափոխության, բայց նույնիսկ մեր համար, Հայաստանի Հանրապետության շահերի համար, ես չէի ուզի տեսնել Վրաստանում երկրորդ հեղափոխությունը։ Անդրադառնալով համայնքին, իրենք Թիֆլիսում հասկանում են, որ համայնք միասնական գոյություն չունի։ Ռեալ մեկ բան էլ են հասկանում, որ Երևանը մինչդեռ ունի ինչ-որ ազդեցություն Ջավախքում։ Ու այդ հասկանալով իրենց մոտեցումները բալանսավորված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ մեկ սենց փաստեր վերջին տարիներին Վրաստանի էլիտան սկսել է հասկանալ, որ իրենք կարող են լինեն այն դաշտը, որտեղ Ադրբեջանը եւ Հայաստանը կարող են ինչ-որ համագործակցել։ Նույն այդ բանակցային process-ը իրենք փորձում են ինչ-որ էներգիա, ջանք եւ ռեսուրսներ տրամադրել, բայց հայկական կողմը ներժում է, քանի որ մինչդեռ իրենք ցույց էին տվել, որ իրենք Ադրբեջանի հետ են։ Իրենք հիմա սկսել են ավելի նեյտրալ մոտեցումներ ցուցաբերել, բայց
մեկ-մեկ լինում են հայտարարություններ, որոնք այդ մոտեցումը եւ այդ քաղաքականությունը չեղյալ են հայտարարում եւ հասկանում ես, որ չէ, այդ տարածքը բանակցությունների համար չի, Վրաստանը չի կարող տեղ լինի, բայց ռեսուրս ունեն, եթե իրենք սկսեն նորմալ երկու ուժերի հետ, երկու կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ։ Ինչը կուսակցությանն է վերաբերվում, նախ ասեմ, որ մենք պիտի հասկանանք ինչ ենք ուզում Վրաստանից, հասկացնենք վրացիներին, վրաց իշխանություններին։ Մենք գիտենք մենք ինչ ենք ուզում Վրաստանից ձեր կարծիքով։ Ոչ, մենք կոնկրետ ընդգծված քաղաքականություն չունենք։ Մենք ունենք տրանսպորտային ինչ-որ մի ուղի դեպի Ռուսաստան, դեպի Եվրոպա, Վրաստանի Փոթի եւ Բաթումի նավահանգիստն ենք մենք օգտագործում։ Մեր տուրիստները տարեկան միլիոններով փողեր են տանում Վրաստանում թողում, մոտարապես մինչև հուլիսի սկիզբը 400,000 հայ են մտել Վրաստան եւ դուրս եկել։ Եկեք կեսին թողենք 200,000 հայ տուրիստ։ Ամեն մեկը մոտարապես $500 կծախսեր։ Ահռելի գումար է։ Եթե իրենք մնային Հայաստանում եւ ծախսեն այդ գումարը այստեղ։ Եվս մեկ փաստ մեր հայկական բիզնեսը, որը ներկայացված է Վրաստանում 107 կազմակերպություններով, ոչ մի ձև չի աջակցում մեր հայամայնքին։ Զուգահեռներ կարելի է բերել Սոկար պետրոլիում, Սոկար գազ, ադրբեջանական կազմակերպությունը, նավթային եւ գազային, որը գործելով Վրաստանում ամեն ձև փորձում է օգնել իր համայնքին, համայնքի խնդիրները լուծել եւ նույնիսկ հիմնականում աշխատողները այդ կազմակերպությունների ազգությամբ ադրբեջանցիներ են։ Մեր բիզնեսմենները գնում են եկամուտ ստանալու եւ այդքանով բավարարվում են եւ վերադառնում են Հայաստան։ Մենք պիտի սկսենք Հայաստանից, հասկանալով թե ինչ ենք ուզում Վրաստանից, հասկացնելով մեր բիզնես ներկայացուցիչներին բիզնեսի, որ դուք գնում եք այնտեղ, մենք ձեզ այսպիսի արտոնյալ պայմաններ ենք ստեղծում, բայց դուք պիտի ուժեղացնեք համայնքը, քանի որ եթե Վրաստանը մեր համար փակվեց, մենք մնում ենք բլոկադայի մեջ։ Ունենալով Հայաստանի, Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ սահմանը, շատ հարցական է Իրանի ապագան, իրավիճակը այդքան էլ լավը չէ եւ իրանական ուղին էլ այդքան հարմար չէ մեր համար, որ մենք ապրանքներ ներմուծենք։ Ու դրա մենք պետք է ինչ-որ ընդգծված քաղաքականություն ունենանք ու սկսենք ստեղից։ Նոր այնտեղ հասկացնելով մենք պահանջենք վրացական կողմից։ Այդ է իմ մոտեցումը։ Դուք ձեր խոսքում քիչ առաջ նշեցիք, որ Ջավախքում վիճակը շատ ավելի լավ է, երևի նկատի ունեիք սոցիալ-տնտեսական վիճակը, քան այլ վայրերում, որտեղ ունենք հայկական համայնքներ, սակայն ըստ ինձ եւ կուզենայի նաեւ հետագայում ասեիք դուք ինչ եք կարծում այս առնչությամբ, արդյոք Ջավախքում չունենք լուծացման խնդիր, քանի որ մեր Հայաստանի վարած քաղաքականությունը, որը բացառապես չեզոք է ու իսկապես ոչինչ չգիտի ինչ է ուզում եւ արդյոք ինչ որ բան ուզում է, որովհետեւ սկսած կրթական խնդիրներից, այն որ Ջավախքում վրացական դասագրքեր, Վրաստանում հրատարակված դասագրքերով են ուսուցանվում, վերջացրած ամենապրիմիտիվ հարցերով Հայաստանի քաղաքականությունը չեզոք է, իսկ Վրաստանի Միխայել Սահակաշվիլին ակնհայտ Հայաստանի հայամետենյուսուներ հայերի դեմ քաղաքականություն է վարում, որովհետև մինչ Սահակաշվիլի իշխանության գալը գոնե թե Ջավախքում կային քաղաքացիական շարժումներ, ակտիվություն, Սահակաշվիլին եկավ, ամեն ինչ բոլորին ուղարկեց իրենց տեղերը բանտեր համապատասխան, անհիմն պատճառներով ու մեղադրանքներով ու լռեց ամեն ինչ Ջավախքում։ Ու հիմա ունենք նաև Ջավախքում մի շատ լուրջ խնդիր, որ այնտեղ ապրող հայը մեզ ասում Հայաստանում
Հայաստանում բարձրացված ջավախքի հետ կապված խնդիրներին, ասում է լավ մի խոսեք, սուս մնացեք, թողեք մենք հանգիստ ապրենք։ Այսինքն ձեր ասած Սաակաշվիլու պրոպագանդան, ներքաղաքական պրոպագանդան հասավ արդեն հայերի ուղեղների լվացման ու մենք ունենք այնտեղ շատ լուրջ խնդիր։ Այսինքն ասում են սուս մնացեք, գոնե մենք կարողանանք մեր սոցիալ-տնտեսական խնդիրները բարելավել, այսինքն ավելի շատ հակված են այդ ուղղությամբ։ Ունենք արդյոք այդ խնդիրը։ Խնդիր ունենք, իրենք պարզա ցուցադրական ավելի ինչ որ շատ են պրոյեկտները ջավախքում, Խմոքարպիում, պարզա իրենք աշխատում են, որ հետո ունենան էլեկտորատ, ձայներ են։ Հիմնականում մեր այդ Վրաստանի այդ երկու փոքրամասնությունները ազգային իրենք վարկում են իշխող կուսակցության օգտին, բայց կան խնդիրներ, մենք պիտի հասկանանք, որ ջավախքում մի քիչ դժվար է այդ պրոցեսը պատկերացնելը։ Թիֆլիսահայերը հիմնականում արդեն ինքնությունը ազգային կորցնում են։ Այդ մի այլ ֆենոմեն է, քանի որ տարիների ընթացքում իրենք իրենց երեխաներին տալիս են ռուսական դպրոց։ Ոչ վրացական, բայց ոչ հայկական, ռուսականը հիմա ակտուալ չէ, հայկական դպրոցներում ասացի 400 աշակերտ 80,000-անոց համայնքում, խայտարակությունն է։ Ջավախքում դպրոցներ կան, 100-ից ավել դպրոց կա, հայկական, ծրագիրը պետական է, վրացական, հիմնականում մենք ունենք շատ տեղ ունենք աշխատելու վրացական կողմի հետ, որ ինչ-որ չափով գրքերը մենք համապատասխանեցնենք, գոնե եթե տպվում է այնտեղ հայկական ծրագրերը ինչ-որ չափով հայոց լեզվի, հայոց պատմության ընդգրկվեն այդ գրքերի մեջ, բայց ռեալ կարելի ասել, որ ոչ թե ուղեղը լվացվում ջավախցու, այլ իրենք ամեն մի Հայաստանում կամ Հայաստանից դուրս ասվող այդ քրիտիկան դեպի իշխող կուսակցություն, իրանք զգում են իրենց վրա, ոստիկանության կողմից, ժողովրդի կողմից, դրա համար են իրենք ասում, մեզ թողեք հանգիստ, մենք մեր ապրում ենք, մեր գործն ենք անում, պետք չի խառնվել, բայց եթե կոնստրուկտիվ ձևով խառնվենք այդ հարցերին, ինչը արվում է 2008 թվականից հետո ավելի ընդգծված, բայց էլի աշխատելու տեղ մենք ունենք, Հայաստանի Հանրապետության նախագահան անձնական կապ ունի Միխայել Սաակաշվիլիի հետ, այդ տիպի հարցերը իրանք միասին են լուծում, բայց մենք պիտի միասին ընդհանրապես խոսում են։ Փորձում են լուծել, քանի որ կան լիմիտներ եւ մեր նախագահի համար, եւ Վրաստանի նախագահի։ Ես ասացի, որ եկեղեցին Վրաստանում շատ ուժեղ է։ Եկեղեցու ռեյտինգը մոտավորապես 95% է։ Նախագահան 50-ի վրա է։ Եվ պատկերացրեք, եթե նախագահան ինչ-որ ոչ այդքան եկեղեցահաճո։ Հա, ինչ-որ այդ տիպի քայլ է անում, պատրիարքի մեկ բառը գնա, կարող է նենց անի, որ այդ մարդը թողի Վրաստանի գնա։ Եկեղեցին մակարդակով անենք այդ։ Հիմա եկեղեցին փորձում է նեյտրալիզել ապահել, բայց եկեղեցու մեջ էլ կան արդեն երկու հիմնական կլան, մեկը նախագահին է փորձում աջակցել, մեկը ավելի պրոռուսական են իմիջայլոց, իրանք միջեկեղեցական Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու հետ կապերի կողմն են եւ իրենք ավելի կոնսերվատիվ են եւ ուզում են ավելի ուժեղացնել իրենց ազդեցությունը Վրաստանում։ Եվ փոփոխությունները կարող են լինեն մյուս պատրիարքի ընտրությունների ժամանակ ու շատ ավելի կոնֆլիկտը կշատանա։ Դե միջև պատրիարքը սաղ է, ինքը պահի եւ հետո պաշտի թե ինչ լինի։ Վրացազգը պաշտպանում է պատրիարքը։ Վրացազգը իրանց ամեն ինչին է պաշտպանում։ Շատ նաց, չէ, շատ նացիոնալ։ Իրենք երբ գնում ես Վրաստան, իրենք առաջինը վրացազգային թվակիցն է ցույց տալիս, նոր արդեն մենք էլ ասում ենք հենա եվրոպացինայի։ Եվ իրար տեսնելով Եվրոպայում չեն շարժվում գնում, իրենք իրար հետ ծանոթանում են։ Իրար փորձում են օգնել իրարից։ Իսկ մերոնք Ձեր համար կտրել։